Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Հայերնա բնիկության գաղտնի թիլը Արմենակ Աբրահամյան, Western Armenia նշման պատմական 100-րդ համարը, թեզաշրջադարձ Սիլիոփի հայ վղերի դատական գործումը, Իմանունոս Սևանա, ես հայում ինքնության խոստովանություն, Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի հպարտությունը Բիլբաո, Թոբլակադան իներ, բայց մունք մնանք Արցախում Հունան Ավետիսյան, միջնադարյան հայկական գլուխգործոցը Ետատարում Հայաստան, հանդիպում Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ու Գեղարդ հիմնադրամի միջև։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իրան հաղորդաշարին երկրորդ մասում անդրադառնում է օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայկական արմատներ ունեցող մարդկանց իրավական ու պատմական խնդիրներին, շեշտել է բնիկության հարցի կարևորությունը։ Արմենակ Աբրահամյանը ասել է, որ տարիներ շարունակ հայ ժողովուրդը զրկված այլել սեփական պատմությունը ներկայացնելու ու իրան իրավական կարգավիճակը հստակ ձևակերպելու հնարավորությունը։ 2004 թվականից սկսված նախաձեռնություններին իրականացվալ մշակելի հռչակագիրը վերահիմնված է միջազգային իրավունքի 45 հոդվածներին երանունդ գրկումը շուրջ 9 հիմնարար ոլորտ։ Այդ փաստաթղթերը վերաբերում են հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի որպես բնիկ ժողովրդի ազատ ու հավասար ապրելի իրավունքներին։ Արմենակ Աբրահամյանը ընդգծում է, որ հայ ժողովուրդը ունի ոչ միայն գոյատևելու, այլև լիարժեք ապրելու իրավունք սեփական լեզվով խոսելի մշակույթն ավանդույթներն պահպանելի ու զարգացնելի հետի։ Մշակույթը իրան բնորոշմամբ լայն հասկացություն է, վերը պահանջում է գիտակցված ուսումնասիրություն, կրթություն ու շարունակական գործեր։ Արմենակ Աբրահամյանն այլ անդրադառնում ազգային բաժանվածությանը, նշել է, որ տարբեր կուսակցական գաղափարներն հաճախ ձևավորվան արտաքին ազդեցությունների ներքո վնասելով լեզվին, մշակութային ու ազգային միասնականությանը։ Եզրափակ Արմենակ Աբրահամյանը հիշեցնում է, որ հայ ժողովրդի պատմությունը սկսվում չի մենակ վերջին հազարամյակներից, այլ ունի հազարավոր տարիների խորք ու այդ պատմությունը ճինինչելի փոխանցել է իրավունք անբաժանելի հայ ժողովրդի ինքնությունն։ Western Armenia շաբաթա թերթին հոբելյանական 100-րդ համարն այդուս եկավ։ Շապիկին ներկայացված է խորհրդանշական ձևակերպումը 100 ճշմարտություն, մի հատ գաղափար, վերը միավորում է անհատական ճակատագրերն է հավաքական պատմական հիշողությունը։ Յուրաքանչյուր ճակատագիր ունի իրան ճշմարտությունը, սակայն այդ ճշմարտությունները մեկուսացված չեն, դրանք միահյուսվում մի հատ խորքային գաղափարի շուրջ, մարդու ու ժողովրդի գոյության իրավունքի գաղափարի։ Այս գաղափարը հիշեցնում է, որ ճշմարտությունը վերաբերում է համ անցյալին, համ էլ ներկային, որպես պատասխանատվություն ու պահանջ արդարության ճանաչման ու իրավունքների վերականգնման հետի։ Արևմտյան Հայաստանի հայերի ցեղասպանության հարյուրավոր պատմությունները մարում չեն ժամանակի մեջի, որովհետև դրանք սնուցում են մեկ անխզելի գաղափար՝ ազատ, արժանապատիվ ու ինքնության մեջ շարունակվող կյանքը։ Շաբաթա թերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն լեզուներով Western Armenia TV-ի սայթում։ Շիրակի մարզում ավելի քան 6 տասնամյակ շարունակվող դատական գործը Սիլիոփի հայ Վարդո ցեղի վղերի շուրջ մտալ է նոր փուլ։ Դեկտեմբերի 15-ին Ջիզրեի կադաստրի դատարանը իրականացրել է թեզա տեղազնում վճռաբեկ դատարանի որոշումից հետո։ Տեխնիկական ու տեղական փորձագետների մասնակցությունով վկանեն հաստատալն վեր Կարիա կոչվող տարածքում նախկինում ապրալն հայ էր, իսկ վղերը գտնվան հայ համայնքի տնօրինության տակին։ Գործը սկիզբ առալ հալամ 1960-ականներին ու տարիների ընթացքում ունեցալ հակասական դատական որոշումն է։ Սոր վղերը օգտագործում են որպես վայրելահող ու արոտավայր, իսկ գործը շարունակում է մնալ պատմական արդարության կարևոր հարց։ 15 տարեկան Սևանա Արևմտյան Հայաստանում ապրում Իրանանուս Սևանա կրում է հայկական ինքնության ուժ ու պատմությունը։ Վզից կախված նորնը ինքը անվանում է հայկական խորհրդանիշ որպես հիշողության ու պատկանելիության նշան։ Սևանը գիտում է, որ հայրը միշտ կապ ունեցալ իրենց վղինի հետ ու վեր պատմության բարդ փուլերը ջինջալ չն իրենց ինքնությունն ու մշակույթը։ Սևանը մասնակից է մի պարային խմբի, վերի անունը Արցախ է։ Իրան պայրը արտահայտում են վղի պատմության ու մշակույթի հանդեպ սերը, ամեն շարժում ու արտահայտություն իրան հետի հիշողությունն է, պայքար ու հպարտություն հայկական արմատների նկատմամբ։ Իրան վստահ խոսքերը ես հայում հնչում են պարզ, բայց ուժեղ։ Սևանա պատմությունը նշանցատանվեր ինքնությունը մենակ անունով կամ վայրով չի սահմանափակվում։ Ապրում է մշակույթում, սովորություններում, ամենակենսական քայլերում, հանուն հայրենիքի ու իրան արժեքների։ Սևանը խորհրդանշում այն սերունդը վերը ապրում է պատմական հայրենիքում, պահպանում հայկական հիշողությունն, փոխանցում այն նոր սերունդներին որպես ինքնության ու ուժի աղբյուր։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը իրան խորին հպարտությունն ու գնահատանքն է հայտնում հոկտեմբերի 16-ին Բիլբաո քաղաքում մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանրային դասախոսության կապակցությունով Հայաստանը Արցախը ժամանակակից պատմության մեջին թեմավ է։ Միջոցառումը կազմակերպված արել ոչ Բաքվի ռեժիմի սպիտակեցմանը խորագրի ներքո հանդիսացել կարևոր հարթակ Եվրոպայում Հայաստան ու Արցախաշուրջ ընթացող քաղաքական ու պատմական իրողությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելի հետի։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը ողջունում է Բիլբաոյի այս կարևոր քայլը ու կոչ է անում շարունակել նման նախաձեռնությունները ամրապնդել հետի իրազեկվածությունը, համերաշխությունն, արդարությունը։
Հայացքն Արցախին հաղորդման հյուրը մանկավարժ Հունան Ավետիսյանն այլել ծնվալը Արցախա հաղորդի շենումը 45 տարվա մանկավարժական փորձոն է։ Հունան Ավետիսյանին հետի հայրենիքի գաղափարը միշտ էլ առաջնային այլելու տարիներ շարունակ դրան հանդեպ ունեցած սերնանվիրումը փոխանցվելա սերունդներին։ Ծանր փորձություններով հնցած մանկավարժը բռի տեղահանությունը ետը որոշալա շարունակ է մանկավարժական գործունեությունը համարելով դա ինքնապաշտպանության միջոց։ Գտնում ավեր պիտի առաջ շարժվին չկորցնելով վերադարձի հույսը։ Արևելյան Հայաստանակրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է. Միջնադարյան հայկական փայտագործության եզակի նմուշը 12-րդ դարի հայկական եկեղեցու տառան փեղկը կառավարության սորվա որոշումով առնվելու է Լոնդոնը միջազգային աճուրդներն ու տեղափոխվելու է Արևելյան Հայաստանա պատմության թանգարան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հարցազրույց անունեցալ Գեղարդ հիմնադրամի վերլուծաբան դոցենտ Գոր Մարգարյանի հետ։ Հարցազրույցումը վերլուծաբանը մասնավորապես նշել է Գեղարդ հիմնադրամը, գիտավերլուծական հիմնադրամը, ակադեմիական հիմունքները վեր իր առաջին դերալա մի քանի նպատակներ ու թիրախն է։ Առաջնահերթ նպատակներն հայագիտության պահպանումն, զարգացումը, հնարավոր սաղ ջանքերով ու միջոցներով։ Պիտի գիտակցենք վեր կան հսկայածավալ հարցեր ու հիմնախնդիրներ, դրանց զուգահեռ սահմանափակ ռեսուրսներ ու հնարավորություններ վեր հալյան պիտի համակարգին ու որոշակիացնին։ Խնդիրները լուծելի հետի պիտի նախ եւ առաջ այդ խնդիրների հետ արճակատվին ինյականատա հարևան պետությունների կողմից, թե այլ ազգերի կողմից։ Տևական ժամանակ արդեն անընդմեջ փորձեր են արվում հայագիտության ձեռքբերումների, հայ ժողովրդի ու Հայաստանա պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգություն է։ Դաժե դրանք ոտնձգություններ էլ չնեն վերածվել յուրացումների։ Հիմնադրամը գործերատանում նաեւ հրապարակել է այդ կեղծարարությունները։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը կդրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։